Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 23-ը Հայաստանի Հանրապետությունից Ծիրանով բեռնված 502 բեռնատարը արդեն իսկ հատել է Ռուսաստանի Դաշնության մաքսային սահմանը։ Միայն վերջին 3 օրում Ծիրանով բեռնված 136 բեռնատար մտել է Ռուսաստան։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հունիսի 23-ին գործուղվել են Թբիլիսի։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա, ևս 72 մեքենա բաց կթողնվի առաջիկա 7 օրվա ընթացքում, իսկ դրան կհաջորդի լրացուցիչ 24 մեքենայի բաց թողում։ Միևնույն ժամանակ հայկական կողմից կապահովվի շշալցված կոնյակով բեռնված մեքենաների անխոչնդոտ տրանզիտային ելքը դեպի Վրաստան։ Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն այսուհետ հայկական շշալցված կոնյակի արտահանման գործընթացի կազմակերպման վերաբերյալ փոխադարձ ընդունելի եւ կանխատեսելի պայմաններով։ Հրապարակվել է Համաշխարհային բանկի Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները հերթական զեկույցը, որում ամփոփված են Հայաստանի տնտեսական ցուցանիշների վերլուծությունը ապրիլ ամսվա համար։ Ըստ զեկույցի ապրիլին Հայաստանի տնտեսական աճն ավելացել է կազմելով 5.4%, գնաճը շարունակել է գերազանցել 3%-ի թիրախը։ Բանջարեղենի գների բարձրացումը ամենաշատն է նպաստել սննդամթերքի գնաճին։ 2025-ի հունվար-ապրիլին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 6.28 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 7.4 միլիարդ դոլարով կամ 52.87%-ով։ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը 2.2 միլիարդ դոլար առևտրաշրջանառությամբ, երկրորդ տեղում Չինաստանն է, եռյակը եզրափակում է Արաբական Միացյալ Էմիրությունները։ Տվյալները հայտնում էր Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն։ Քաթարում Միացյալ Նահանգների ռազմաբազայի վրա Իրանի կողմից հարձակումից հետո նավթի համաշխարհային գները նվազել են մինչև 5%-ով։ Երևանի ժամանակով 21:30-ի դրությամբ Brent տեսակի նավթի ֆյուչերսների գինը հասել է 1 բարելի համար 71.86 դոլարի։ Ամերիկյան ռմբակոծությունները Իրանի օբյեկտների դեմ էլ ավելի անորոշ են դարձրել Միացյալ Նահանգներում գնաճի եւ տնտեսական ակտիվության վերաբերյալ կանխատեսումները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Գործակալությունը հիշեցրել է, որ այդ հարձակումների հետևանքով կարող են աճել էներգակիրների գները։ Կանխատեսվում է նաեւ, որ ամերիկյան տնտեսություններն ու ձեռնարկությունները կդառնան ավելի պահպանողական ու կսկսեն սահմանափակել իրենց ծախսերը։ Արդյունքում Միացյալ Նահանգների տնտեսությունը, որն արդեն իսկ կանգնած է դանդաղման շեմին, սպիտակ տան բարձր մաքսային դրույքաչափերի պատճառով կարող է ել ավելի վատ թրանալ։ Մինչև 2029 թվականը Գերմանիան պլանավորում է պաշտպանությանն ուղղված ծախսերը մեծացնել, հասցնելով երկրի ՀՆԱ-ի 2-ից 3.5%-ին։ Եվրոպայի առաջատար տնտեսության ընդհանուր ռազմական ծախսերը կաճան 2025-ին կազմելով 95 միլիարդ եվրո, իսկ 2029-ին 162 միլիարդ։ Գերմանիան կարող է հարկադրված լինել վերականգնելու պարտադիր զինվորական ծառայության ձևաչափը։ Մինսկում կայանալիք 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովին առցանց եւ օֆլայն եղանակով սպասվում է ավելի քան 2700 մարդու մասնակցություն։ Իրանի ներկայացուցիչների մասնակցությունը համաժողովին նույնպես ակնկալվում է։ Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարություն, արդյունքներ եւ հեռանկարներ թեմային նվիրված համաժողովը նախատեսված է անցկացնել հունիսի 26-ին եւ 27-ին։ Մշակույթի միջոցով նպաստել տեղական տնտեսության բարելավմանը, ավանդական երկու ուտեստներով ու խաղերով Վայոց ձորի Արենի Ռինդ բնակավայրը կհյուրընկալի զբոսաշրջիկներին ու բոլոր այցելուներին Տադի շորվա փառատոնի ընթացքում։ Արենի համայնքում իրականացված շուրջ 9 ամսյա բանահավաքչության արդյունքում ստեղծվեց փառատոնը, որն արդեն հասցրել է դառնալ ամենամյա։ Այս տարի բուն փառատոնն անցկացվելու է հունիսի 28-ին, բայց մինչ այդ նախատեսված են նաև այլ միջոցառումներ։ Հունիսի 27-ին ունենալու ենք դեպի Ռինդի Վիմափոր եկեղեցի արշավ ուխտագնացություն, ժամը 10-ին է սկսվելու ուխտագնացությունը եւ կարող են ցանկացողները, ովքեր որ արշավների սիրահար են, մասնակցել
Կարծում եմ սա նույնպես տուրիզմի մի ոլորտի արշավների զարգացման միտված, այսպես ասած, քայլ է եւ հետաքրքրվողները կարող են գալ եւ նաեւ գիշերել ու արդեն հաջորդ օրը հունիսի 28-ին մասնակցել փառատոնին։ Նախորդ տարի ավելի քան 3000 այցելու է ունեցել փառատոնը։ Փորձը ցույց է տվել, որ մասնակիցները բավականին լուրջ են մոտենում Տադի շորվային ու նրա խորհրդին։ Այս տարի ակնկալիքներն ավելացել են, աշխատանքին մոտեցումը փոխվել։ Նմանատիպ միջոցառումների անցկացումը անմիջական ազդեցություն ունի համայնքային կյանքի զարգացման վրա։ Բնակարանի շինության ծրագիր է իրականացվում, փողոցներն են վերանորոգվել անցած տարի։ Ես նշեցի, որ ունենք մի ամբողջ թաղամաս, պատմական թաղամաս, որը վերականգնվել է Արենի բնակավայրում ու նաև գինու փառատոնն էլ, արդեն ոնց որ տարեց տարի, քանի որ ընդլայնվում է գինու փառատոնը, այս տարի այդ փողոցները նաև օգտագործվել են գինու փառատոնի համար, այսինքն եւ ճանապարհներն են վերանորոգվում, եւ ճանապարհներ են կառուցվում։ Փառատոնի գլխավոր ճաշատեսակը Տադի շորվան կամ տատիկի ճաշն է։ Սա Արենի համայնքին բնորոշ ուտեստ է, պատրաստվում է մասուրով եւ սպիտակաբանջարով։ Փառատոնի ընթացքում լինելու է ճաշատեսակի հյուրասիրություն։ Նախատեսված է նաև խոհարարական մրցույթ տաղավարների մասնակիցների համար հատուկ անակնկալով։ Պրոֆեսիոնալ ժյուրին գլխավորելու է խոհարար Սեդրակ Մամուլյանը։ Հունիսի 28-ին ժամը 16-ից Ռինդում մեկնարկող Տադի շորվայի ընթացքում սպասվում է համերգային ծրագիր, կավագործության ու խոհարարության մաստեր-կլասեր։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին են հրավիրվել Հայաստանի պաղպաղակարտադրող ընկերությունների ներկայացուցիչները քննարկելու այդ ոլորտում տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության արդյունքները։ ՍԱՏՄ ղեկավարը խոսել է սանիտարահիգիենիկ նորմերն ամենայն խստությամբ պահելու անհրաժեշտության մասին, շեշտելով, որ մինչև ամառային սեզոնի ավարտը լինելու են կրկնակի ստուգումներ եւ հորդորել է արտադրություններում պահպանել պատշաճ օրենսդրությամբ սահմանված պայմաններն ու ցուցումները։